Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Եվ այսպես Հայաստանի ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու մեկնարկի գործընթացի մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ դրան կողմ քվեարկեց 64 падգամավոր, 7 դեմ, 0 ձեռնպա, կողմ էր իշխանական ֆրակցիան, դեմ էր պատիվ ունեմ խմբակցությունը եւ ձեռնպա եղավ Հայաստան դաշինքը։ Հիմա հետաքրքիրը գիտեք որն է։ Ինչ է հաջորդելու այս օրենքի ընդունումից հետո, որովհետև երբ մենք ընդունում ենք օրենք, մենք այդ օրենքով սահմանում ենք որոշակի կարգ, կանոն, գործողություններ, վարքականոն, որոնք խախտելու դեպքում օրենքը ենթադրում է հաշվետվողականություն, ենթադրում է վարչական, իրավական, քրեական պատասխանատվություն։ Հիմա այս օրենքը ինչ է իրենից ենթադրում, որովհետև այս օրենքի խախտելու կամ չիրագործելու ցուցիչները աշխատանքային, ժամանակային, որոնք են լինելու, այսինքն մենք որպես հանրություն, ինչպես ենք հաշվետվություն պահանջելու։ Ես կարծում եմ, որ դուք եւ հասարակությունը չափազանց ցածր պահանջներ եք հիմա ներկայացնում այդ օրենքին, որտեղ իրականում այն ինչ կատարվեց, ինչպես հաճախ լինում է պատմական իրադարձությունների հետ, այդ բանը չի գնահատվում ճիշտ։ Սա պարզապես օրենք չէ։ Սա աշխարհաքաղաքական հսկայական փոփոխություն է, սա տեկտոնիկ իրադարձություն է, որը փոխում է նախ եւ առաջ Հայաստանի ճակատագիրը եւ հայության հսկայական նշանակություն եւ ազդեցություն ունի արդեն եւ կունենա տարածաշրջանի վրա եւ որոշակի ազդեցություն կունենա նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների վրա։ Հայաստանը փոքր, բայց անչափ կարևոր երկիր է եւ պատմական եւ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական իմաստով։ Այդպես որ սա իսկապես պատմական իրադարձություն է եւ կարծում եմ, որ համեմատելի է 1991 թվականի մեր անկախության հռչակագրի եւ փաստորեն անկախության հետ։ Ինչու՞, որովհետեւ որքան էլ պարզ կոչվի այդ օրենքը, այնտեղ այդ նախադասությունների մեջ Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի Հանրապետության գործընթացի մեկնարկը եւ այլն, ասված չի ամենակարևորը։ Սա ապագաղութացման մասին է օրենքը։ Սա 200 տարվա մեր կյանքի աշխարհընկալման եւ բազմաթիվ այլ կապերի, հոգեբանական, մեր բարդույթների, մեր վախերի, մեր հույսերի եւ հույզերի, այդ ամենի փոփոխության սկիզբն է, որը այսօր ստացավ օրենքի ուժ։ Այդ օրենքը փոխում է նաեւ սահմանադրությունը, առանց պահանջի փոխել սահմանադրության։ Մեզ հաշվով սա փոխում է ամեն ինչ։ Մեր արժեհամակարգը, մեր տեղը աշխարհում եւ այդ ամենը դեռ պետք է բացատրել, այդ ամենը դեռ պետք է անել։ Սա իսկապես միայն սկիզբն է, բայց ես ուզում եմ, որ ոչ թե պաթոսի համար, այլ ճիշտ հասկանալու, շատ սառը դատելու համար ինչ է սա իրականում։ Սա նշանակում է, լավ, ես չեմ ասի ինչ է սա նշանակում, որովհետեւ այդ իմաստը մենք դեռ պետք է բերենք։ Ձևը տրված է, բովանդակությունը դեռ ոչ։ Եվ ես կվերադառնամ ձեր հարցի պատասխանին։ Ես չունեմ բոլոր պատասխանները այդ հարցի, որտեղ հարցը բազմաշերտ է։ Պետք է փոխվի երկրի քաղաքականությունը, տնտեսությունը, կրթական համակարգը, անվտանգային ողջ համակարգը, գաղափարախոսական բազմաթիվ գոյություն ունեցող ինստիտուտները պետք է փոխվեն, կրթությունը, առողջապահությունը։ Ես չեմ էլ ուզում շարունակել։ Ես պարզապես ուզում եմ հուշել, ինչ ուղղությամբ մենք պետք է մտածենք։ Մենք չպետք է ձեզ հետ հիմա քննարկենք պարզապես մի օրենք, որը եկեք տեսնենք ոնց է այն
իրականացվելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք դա չպետք է քննարկենք։ Ես հիմա մի կողմ կդնեմ այդ պաթետիկ հնչող մեծ իմաստները եւ կանդրադառնամ հենց գործնական մասին, որը դուք փաստորեն ձևակերպեցիք ձեր հարցում։ Ուրեմն ինչ է մեզ պետք հենց հիմա անել։ Անհրաժեշտ է այդ օրենսդրական նախաձեռնությունը, որը պատրաստեցին Եվրադաշինքի երեք կուսակցությունները եւ մի շարք հասարակական կազմակերպությունները վերածել գործնական քաղաքականությանը։ Դրա համար գործադիր իշխանությանը պետք է հուշել, հորդորել, ստիպել նայած իր արձագանքից, որ արվեն անմիջապես մի շարք միջոցառումներ։ Նախ պետք է պատրաստել հայտ Եվրամիությանը անդամակցելու մասին, եւ դա պետք է անի գործադիր իշխանությունը։ Դրանց հետո պետք է սկսել բազմաթիվ օրենքների, ենթաօրենքների, կանոնադրությունների փոփոխությունը, որպեսզի մենք համապատասխանենք այն մի շարք նախապայմաններին, դատաիրավական, օրենսդիր, ընտրական եւ բազմաթիվ այլ անվտանգային ոլորտներում, որոնք դարձնում են Հայաստանը կամ որևէ երկիր եվրոպական։ Մենք պետք է պահանջենք եւ հասնենք նրան, որ ստեղծվի հատուկ ինստիտուտ, ես նկատի ունեմ պետական ինստիտուտ։ Դա կարող է լինել փոխվարչապետ հատուկ եվրոինտեգրման հարցով։ Ինչու փոխվարչապետ, այլ ոչ թե նախարար, որովհետև նախարարը չի կարողանա իրականացնել այդ աշխատանքը, ինչու։ Մեր բոլոր նախարարությունները, մեր բոլոր գործառույթները հիմա պետք է ենթարկվեն այդ մեկ գաղափարի՝ եվրոինտեգրում, բոլորը, գյուղատնտեսությունից մինչև պաշտպանություն, առողջապահությունից մինչև կրթություն, հեռուստատեսությունից եւ մամուլից մինչև տեղական կառավարման, ինքնակառավարման ինստիտուտներ։ Այսինքն սա համապարփակ գաղափար է եւ մեր ողջ կյանքը քաղաքական կյանքը, բայց նաև մշակութային, նաև տնտեսական, պետք է ենթարկվի այդ մեկ նպատակին։ Եթե մենք ուզում ենք պահպանել պետականությունը, եթե մենք ուզում ենք ստանալ անվտանգություն, մենք պետք է կատարենք այն խոստումը, որ տվել ենք ինքներս մեզ եւ աշխարհին։ Այն 60,000 ստորագրությունները, որոնք ըստ նույն վարչապետ Փաշինյանի խոստովանության կարող էին հեշտությամբ դառնալ 300, ես կավելացնեմ եւ 600,000, դա հենց այդպես չէ։ Դա ինչ որ ցանկություն կամ ֆանտազիա չէ։ Դա խորագույն անհրաժեշտություն է, որը գիտակցում է հայ ժողովուրդը։ Մենք ուզում ենք մնալ այս աշխարհում, մենք ուզում ենք պահպանել պետականությունը, մենք ուզում ենք, որ մեր երեխաները ապրեն երջանիկ։ Ուրեմն մենք պետք է անենք այդ ամենը։ Ուրեմն կրկնում եմ, գործադիր իշխանությունը պարտավոր է հենց վաղվանից սկսած ստեղծի անհրաժեշտ պայմանները եւ կատարի այն գործողությունները, որոնք ապահովելու են երկրի եվրոինտեգրումը։ Դա է պատճառը, որ ես համարում եմ, դա չի կարող լինել պարզապես հերթական նախարարություն, դա պետք է լինի գերնախարարություն, որը իրեն է ենթարկելու մեր մնացած գործադիր իշխանության բոլոր ճյուղերը եւ ոլորտները։ Սա մինիմումն է։ Ինչ կուզեի ավելացնել, մենք չենք կարող վստահել այդ գործառույթը կառավարությանը, որովհետև իշխող խումբը ապացուցեց, որ ունակ չէ այդ ամենը անելու։ Եթե ունակ լինեին, առանց մեզ էլ կանեին, առանց ստորագրավակի էլ կանեին։ Մինչև վերջին պահը չէին պնդի, որ իրենք ընդամենը վեկտոր չփոխելով փնտրում են ավելի հարուստ շուկա։ Եվ նման անհեթեթություններ ես հիմա չեմ ուզում հիշաչար լինել եւ կրկնել։ Բայց եթե անհրաժեշտ լինի, մենք ոչինչ չենք մոռացել։ Մենք այդ ամենը հիշում ենք։ Եվ այդ պատճառով մենք պահանջում ենք, որ այդ աշխատանքի մեջ ներգրավվի հասարակությունը եւ այդ քաղաքական կուսակցությունները, որոնք նախաձեռնել են այս գործընթացը։ Մենք չենք վստահում այս աշխատանքը միայն իշխող կուսակցությանը։ Մենք պետք է լինենք դրա մասը։ Ընդ որում, եւ դա շատ կարեւոր է, անհատույց դա չպետք է լինի պետական պաշտոն,
որի համար մենք որպես կուսակցություններ կամ կուսակցությունների ներկայացուցիչներ ստանանք աշխատավարձ ոչ թե որպեսի չասեն պաշտոն եք ուզում, աթոռ եք ուզում, ոչ, այլ որպեսի մենք շարունակենք կատարել ոչ թե կառավարության, գործադիր իշխանության, այլ հասարակության պահանջը եւ հաշվետու լինենք ոչ թե կառավարությանը, այլ հասարակությանը, ովքեր տվեցին մեզ քվեները։ Մենք պետք է պատրաստենք նոր գործադիր իշխանություն, նոր խորհրդարան, որովհետեւ այս վիճակում մտնել Եվրոպա հնարավոր չէ։ Եվ մենք խոսում ենք Գյումրվա ընտրություններից օրեր, ժամեր առաջ, դա մեր առաջին փորձն է լինելու։ Ես վստահ չեմ, որ գյումրեցիները արդեն կգիտակցեն այն պատասխանատվությունը եւ այն հնարավորությունը, որ ստացան այս օրենքի կիրառման իմաստով։ Վստահ չեմ, որ իրենք այդ օրենքով ողջևորված քվե կտան մեր տեխնացուն, թեև դա շատ լավ կլիներ։ Բայց մենք պետք է փորձենք դա բացատրել մնացած օրերի ընթացքում եւ փորձենք Գյումրին դարձնել առաջին եվրոպական քաղաք։ Պարոն Խզմալյան, այսինքն այս օրենքի ընդունմամբ Հայաստանը հստակ նախանշում է իր կողմնորոշումը։ Բնականաբար մենք օրենք ենք ընդունել։ Սա հոդված չէ, սա ճառ չէ, սա Հայաստանի Հանրապետության օրենք է, որը վավերացված է ազգային ժողովի մեծամասնությամբ։ Եվ դա քվեարկված է երկու ընթերցում անցած, լսումներ անցած, բազմաթիվ վեճերի արդյունք է։ Ու նաև եկեք չթաքցնենք, հա, դա մեր հանրությունից։ Սա հենց այդպես չէր ընդունվի, եթե չլինեին այն համաշխարհային հսկայական փոփոխությունները, որոնք չեն էլ ավարտվել, որոնք նոր են սկսվում, եւ մենք կարողացանք համոզել մեր ժողովրդին ու նաև կառավարությանը, որ այդ ամեն ինչին դիմանալու, դիմադրելու, պահպանվելու եւ շարունակելու մեր գոյությունը լավագույն միջոցն է եվրոինտեգրումը, որովհետեւ ստեղծված փոթորկային այս մթնոլորտում համաշխարհային քաղաքական մենք չունենք այլ երաշխիք գոյության բացի եվրոպական քաղաքակրթության մաս կազմելուց որևէ մեկը չի համոզի ինձ հակառակ չի ապացուցի մարդիկ ովքեր շարունակում են փնփնթալ որ բա առանց ռուսների կամ ոչ ռուսները ոչ գիտեք մենք նոր գաղութատեր չենք փնտրում կա թյուր կարծիք որ ռուսներից փոկվեցինք գնացինք Եվրոպա գիտեք Եվրոպան գաղութատեր Եվրոպական միություն գաղութատեր չէ այո Եվրոպան էր հորինել գաղութները պրովինց բառը նշանակում է ախտարված զավթած պրովինսերը լատինական արմատ է ֆրանսիական հայտնի նահանգը որը կոչվում է Պրովանս նշանակում է որ հռոմեացիները զավթել են այն բայց մենք գործ ունենք հիմա ոչ թե հռոմեական կայսրության հետ մենք գործ ունենք եվրոպական միության հետ որտեղ իրավահավասար 27 երկիր համաձայնվել են իրենց խորհրդարանների միջոցով, Եվրոխորհրդարանի միջոցով 514-ի դիմաց ընդունել Հայաստանի հայտը, որը Հայաստանը դեռևս չի ուղարկել։ Այդպես որ առաջին քայլն է լինելու, իմ կարծիքով, պետք է որ լինի հայտ ուղարկելը, որպեսզի գործադիր իշխանություն համապատասխանի ասարակական պահանջին։ Եվ մենք կրկնում եմ, ընտրում ենք ոչ թե նոր գաղութացում, մենք ընտրում ենք ապագաղութացում։ Մենք ընտրում ենք հավասարների ընտանիքում կարգավիճակը։ Պարոն Խզմալյան, Եվրամիության անդամակցության հայտի ներկայացումը ինչպես է փոխելու Հայաստանի շուրջ միջավայրը։ Բազմաթիվ եւ երբեմն շատ անսպասելի ձևերով։ Օրինակ, անշարժ գույքը ավելի կթանկանա ցավոք սրտի, որովհետև Հայաստանը դառնում է շատ կայուն եւ անվտանգ երկիր շատերի համար։ Սփյուռքը անմիջապես կփոխի, ես նկատի ունեմ գործարարներին Սփյուռքից, նորից կարթնանան այն հույսերը, որ փաստորեն հոդս ցնդեցին 90-ականների եւ 0-ական թվականների ընթացքում։
որովհետև Հայաստանը շատ սփյուռքերի համար, հատկապես նոր սփյուռքի համար 90-ականներին հեռացած եւ այնտեղ կրթություն ստացած երիտասարդների համար կդառնա եվրոպական երկրներից մեկը, որտեղ շատ ավելի հեշտ է ապրել, հարմար է, հաճելի է եւ գործ անելն էլ, աշխատել ու ընտանիք ստեղծել, կտրուկ կնվազի արտագաղթը մեր տասնամյակների գլխավոր ցավը կտրուկ բարձրանում է, արդեն բարձրացել այս ժամերի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կտրուկ, որովհետև ժամ առ ժամ բարձրանում է Հայաստանի քաղաքական արժեքը։ Վաղը այդ վերնագիրը կլինի ամբողջ աշխարհի մամուլում։ Եվ Ադրբեջանը օրինակ շատ ավելի զգուշ ու զգոն պետք է լինի եւ կլինի, կտեսնեք։ Դա չի նշանակում, որ վաղվանից Ադրբեջանը սպիտակ դրոշ է գցում, բայց հիմա Ադրբեջանը գործ ունի ոչ թե կոտրված, ջարդված, վախեցած, վախվորած մի երկրի հետ, այլ եվրոպական միության թեկնածու, դեռ կարգավիճակ էլ չստացած, բայց ակնհայտորեն թեկնածու երկրի հետ։ Տնտեսական զարգացումը, այնինչ, գիտեք ինչ, բավական ծիծաղելի է, որ մենք 25 տարի նույն տեղում ենք դոփում։ Ես ուշադրություն դարձրեցի, որ Հայաստանին առաջարկել են ձուկ վաճառել Եվրոմիությանը։ Դա ինձ մի քիչ զվարճացրեց, որովհետև 25 տարի առաջ, երբ որ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ իրենից հարցրեցին, ինչ բրենդ ունի Հայաստանը, ռուսական հեռուստատեսությունում, նա ասաց կոնյակ, ասին հա, կոնյակը գիտենք, էլ ինչ կարող եք դուք անել։ Նա մտածեց եւ վստահ չեմ, որ դուք հիշում եք, դուք երիտասարդ եք, ես շատ լավ հիշում եմ, որովհետև ցնցված էի միջև հոգուստ խորքը, ասեց մեր նոր բրենդը երկնագույն խեցգետիներ են։ Սևանում երկնագույն խեցգետիներ կան։ Գլուխս բռնեցի, ամոթից դեմքս ծածկեցի։ Բայց տեսեք 25 տարի անց մենք կարծես թե նույն տեղում ենք։ Խեցգետիներ, ձուկ ու խեցգետիներով չէ, որ Հայաստանը պետք է գա Եվրոպա։ Մենք շատ բան ունենք տալու Եվրոպային եւ ստանալու Եվրոպայից եւ դա չի սահմանափակվելու իհարկե ձկնեղենով։ Չնայած որ ես վստահ եմ, որ առաջիկա օրերին, երբ որ Եվրոպան հանկարծ հայտնաբերի Աստված ոչ անի բոլորից հեռու, որ մեր ձկների մեջ չափազանց մեծ է, ասենք, հակաբիոտիկների քանակությունը, ինչը ցավոք սրտի այդպես է, եւ մեզ ասեն, գիտեք, դուք սրանով չեք կարող շուկա դուրս գալ։ Սա պետք է շղթա բացի, որտեղ մեր հացը նորմալ հաց չէ, թթվասերը, մածոնը, միսը, որն ասեմ, գինիները, կոնյակը, մենք այդքան բան անորակ ենք արտադրում, որ Եվրոպան նախ եւ առաջ կստիպի, որ մենք մեզ համար, մեր երեխաների համար մաքրենք օդը, ջուրը, սնունդը, եւ սա արդեն շատ լավ է։ Այդպես որ ես չեմ ուզում շատ ծավալվել, բայց փորձեցի գոնե հակիրճ պատասխանել, թե ինչ փոփոխություններ են լինելու Հայաստանի համար։ Պարոն Խզմալյան, մենք ունենք ՍԵՊԱ-ն, համավարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը ու Եվրամիությունը աշխատում են գործընկերության նոր օրակարգի շուրջ եւ արդեն ունենք անդամակցության մեկնարկի գործընթացի վերաբերյալ օրենքը։ Արդյոք գործընկերության նոր օրակարգը այս օրենքից ազդվելու է եւ գործընկերության նոր օրակարգը հրապարակվելուց հետո մենք կարող ենք դիտարկել որպես նաեւ այսպես ասած ճանապարհային քարտեզ Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին։ ՍԵՊԱ-ն իհարկե քարտեզ էր, հիշեցնեմ, որ ՍԵՊԱ-ն պատրաստ էր 2017 թվականին, ընդունվում էր այդ ընթացքում ամբողջ Եվրամիությունը, անխտիր, անգամ Բրիտանիան, որը դուրս էր գալի, արդեն որոշում էր Brexit-ը, ընդունել այնուամենայնիվ Բրիտանիայի խորհրդարանն էլ ընդունեց ՍԵՊԱ-ն որպես խրախուսանք Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին, դա իրենց հրաժեշտի բարևներ։ Մենք չենք կատարել ՍԵՊԱ-ն եւ թող ոչ ոք չփորձի արդարանալ, որ գիտեք, դժվար էր, հա դժվար էր,
բայց մեր ձեռքերը ոչ ոք չէր կապում։ Սա բան հնացած է արդեն, այսինքն պետք է իհարկե բերվի տրամաբանական ավարտի։ Ա, Ես պարզապես մի բան ասեմ, այն դիմադրությունը, որը կար եւ կա Եվրոպայի կամ Հայաստանի եվրոպացման, այսպես ասեմ, ունի նաև շատ պարզունակ պատասխան։ Եկեք ես մի օրինակ ձեզ հիշեցնեմ։ Ժամանակին Եվրոպական միությունը 1 միլիարդ դոլար էր տվել Հայաստանին հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար։ 560 կիլոմետր։ Այդ 560 կիլոմետրից կառուցվեց այդ 1 միլիարդով 56 կիլոմետր Երևանից աշտարակ։ Այն էլ կարգի վիճակում չի։ Մնացածը գողացան, կերան։ Դա սկսվել էր Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմնականում դրանով էլ ավարտվեց։ Որպեսզի նման բան չլինի այլևս, մեզ պետք է Եվրոպայի վերահսկողությունը։ Մենք ապացուցեցինք, որ ունակ չենք վերահսկել անգամ այն փողերը, որ մեզ տալիս են։ Եվ մեզ պետք է արտաքին վերահսկողություն, գոնե սկզբնական շրջանում։ Այդպես որ եւ ՍԵՊԱ-ն եւ մնացած ծրագրերը պետք է տրվեն խիստ կոշտ եւ գերմանական ոճի հաշվետվության եւ վերահսկողության ներքո։ Թե չէ կկրկնվի այդ 1 միլիարդի խայտարակությունը։